ինքնապաշտպանության նպատակով դու կարող ես զենք վերցնել։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ մղումով է դիմացինին սպանում մարդը։ Աստված չի բռնանում, արդյոք մենք հասկացել ենք, թե ինչ է պարտությունը, արդյոք մենք կարողացել ենք վերապրել Տեր հայր, Աստվածաշնչում խոսվում է եւ պատերազմի մասին, եւ խաղաղության մասին, եւ ունենք պատվիրան մի սպանիր։ Շատ հաճախ այս պատվիրանը ընդունվում է, ընկալվում է այնպես, որ չպետք է հոգեվորականը մասնակցի պատերազմի դաշտ գնա, բայց մենք նաեւ ունենք հակադիր պատկերներ, երբ հոգեվորականները մասնակցել են պատերազմների։ Հիմա դուք որպես հոգեվորական կխնդրեմ նշեք, թե որն է սահմանը, արդյոք պետք է խախտվի այդ սահմանը պատերազմելու եւ մի սպանիր պատվիրանի քրիստոնեական ընկալումները որն է։ Նախ եթե դառնանք մի սպանիր պատվիրանի, սկսենք այստեղից, կարևոր եմ համարում շեշտել այն, որ մի սպանիրը դեռևս հրեական կրոնից, մովսիսական կրոնից ել ավելի առաջ գոյություն ունեցել այլ մշակույթների եւ այլ կրոնական համակարգերի մեջ, այսինքն գրեթե բոլոր կրոնական համակարգերում չսպանելու, չվնասելու պատգամը կա, շումերաաքադական շրջանում նույնիսկ չսպանելու մասին գոյություն ունի կոնկրետ պատվիրան, բայց գալով ելք գրքի մեջ ներկայացված մի սպանիրին, կարևոր է նաև հիշել, որ այդ մի սպանիրը վերաբերում է պարզ մարդուն, այսինքն երբ որ խոսքը գնում է մարդ-մարդ հարաբերության մասին, որտեղ երկուսը հավասար են, որտեղ երկուսը թշնամիներ չեն, պատերազմական իրավիճակի մեջ չեն, այլ պարզ մարդիկ են, ովքեր անիրավ, անարդար կերպով իրավունք չունեն դիմացինին վնասելու կամ սպանելու։ Այսինքն խոսքը մի սպանիրի դեպքում ինքը ընդհանուր, համընդհանուր կարգ է կամ կանոն է։ Բայց երբ որ գալիս ենք պատերազմին, մենք նույն 5 տակարանում դուք ելք գրքից բերեցիք օրինակը, նույն 5 տակարանում երկրորդում օրինաց գրքի մեջ 5-րդ գլխում, 20-րդ գլխում մենք ունենք նույնիսկ պատերազմը վարելու կանոններ։ Այսինքն երբ որ Մովսես մարգարեի միջոցով Աստված փոխանցում է, թե ինչպես պետք է պատերազմեն, ինչպես պետք է պատերազմը սկսեն։ Ի վերջո գոյություն ունի բոլորի կողմից շատ լավ, այսպես ասենք, ճանաչված կամ շատ տարածված սահմանումը արդարացի պատերազմ կոչվածի, որ այն մասին է, որ ինքնապաշտպանության նպատակով դու կարող ես զենք վերցնել։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ մղումով է դիմացինին սպանում մարդը, որովհետև եթե դու սպանում ես մեկին, որը քեզ ոչինչ չի արել, եթե սպանում ես մեկին, որին կարելի էր եւ չսպանել ու իրեն կանխարգելել իր բոլոր չարիքները իր կողմից եկող, սա ուրիշ հարց է, բայց ուրիշ հարց է, երբ որ քո վրա հարձակում կա եւ դու ստիպված ես ինքնապաշտպանության համար զենք վերցնել եւ անհրաժեշտության դեպքում նաեւ դիմացինին սպանել։ Ուրեմն արդարացի պատերազմ կոչվածի հիմքում այդ տեսության սա է դրված, որ առաջին ամենակարևոր ցուցիչը պատերազմը սկսելու կամ զենք վերցնելու այս է, կա արդարության, խաղաղության հաստատման հարց եւ դու ինքնապաշտպանվում ես, դու պարզապես չես հարձակվում դիմացինին վնաս տալու համար։ Սա է պատճառը, որ եկեղեցին երբեք չի ասում, որ պատերազմի մասնակցել չի կարելի, բանակ գնալ չի կարելի։ Խոսքը հետևյալի մասին է. դու զենք ես վերցնում ում դեմ եւ ինչ նպատակով։ Իսկ երբ սպանում են, տվյալ անձը հոգու փրկություն ստանում է։ Տեսեք, շատ հետաքրքիր ու կարևոր թեմա եք բարձրացնում, որովհետեւ մենք երբ որ օժտում ենք զինվորներին իրենց ծառայության մեջ, երբ որ զինվորը գնում է պատերազմական գործողության է մասնակցում եւ կարողանում է թշնամուն վնասներ պատճառել, նաև սպանել, հա, թշնամու զինվորներից շատերին սպանել, մենք դրվատանքով ենք, չէ՞, խոսում այս մարդու գործած քաջագործության, իր հերոսության մասին։ Բայց իբրև զինվորականների, այդ թվում պատերազմական գործողությունների մասնակցած եւ բավական մեծ վնասներ պատճառած հակառակորդին, ուրեմն իբրև այդպիսի անձանց հետ շփված մեկը, ես ես կարող եմ ասել, որ չկա որևէ զինվոր, որը անգամ արդարացի պատերազմի մասնակցելու դեպքում չունենա հոգու խայտ եւ չունենա ներքին դժվարություններ, որտեղ ինքը ամեն դեպքում անկախ նրանից դա թշնամի է թե ով է, ինքը գիտի, որ մարդ է սպանել։
Սրա համար է կարևոր նաև հիշել, որ եկեղեցական մեր ավանդության մեջ կա նաև զինվորներին ապաշխարության ճանապարհով առաջնորդելու սովորություն, այսինքն կապ չունի զինվորը ինքը եւս մարդ է սպանել եւ դրա համար ապաշխարության շրջանով պիտի անցնի իր հոգու խաղաղությունը վերագտնելու համար, այսինքն ամեն դեպքում սպանությունը բերում է իր հետևանքները, բերում է իր ներգործությունը տվյալ անձի հոգեկան աշխարհի, այս դեպքում նաև հոգևոր կյանքի վրա եւ պատասխանելով ձեր հարցին, արդյոք հոգու փրկություն կստանա թե ոչ, ես չգիտեմ, որևէ մեկը չգիտի, բայց չգիտեմ ոչ թե նրա համար, որ մարդասպան է կգնա փրկության թե ոչ, հարցը մարդասպանությունը չի։ Ընդհանրապես որևէ մեկի համար մենք չգիտենք ինքը կփրկվի թե ոչ, մենք հույս ունենք, այդ հույսով ենք շարժվում առաջ։ Եվ այո, երբ որ դու քո սրբություններն ես պաշտպանում, երբ որ դու կյանքեր ես փրկում եւ ինչպես եկեղեցական ավանդությունն է ասում, խաղաղությունը հաստատելու համար ես պատերազմում, այդտեղ հոգու փրկության խնդրի առաջ չես կանգնելու քո այդ գործի համար։ Եվ արդյոք նույնական են արդարացի եւ տիրոջ պատերազմները, սրանք նույն իմաստն ունեն։ Իրականում արդարացի պատերազմ կոչվածը սա տեսություն է, որ գալիս է կաթոլիկ եկեղեցու կամ առավել ճիշտ կարելի ասել ընդհանրական եկեղեցու հայրերից Օգոստինոս երանելուց սկսած, բայց հետո ավելի կաթոլիկ միջավայրում այս սահմանումը կիրառվեց։ Իսկ տիրոջ պատերազմ կոչվածը դա 5 տականի բոլոր այն դրվագներն են, որտեղ որ մենք տեսնում ենք, որ պատերազմը, որի մեջ մտնում էր Իսրայելի ժողովուրդը, տիրոջ անունով էր մղվում եւ համարվում էր տիրոջ կողմից պատգամ ստացած ժողովուրդ, որ այս պատերազմի համար ինքը Աստուծո կամքը ունի, տիրոջ որոշումը ունի եւ շատ անգամ հենց այդպես էլ կոչվում էր տիրոջ անունով, նույնիսկ առանձին դեպքեր էլ կան, երբ որ ոչ թե մեծ պատերազմներ, այլ օրինակ Դավիթի եւ Գողիաթի բախումը, արճակատումը երբ որ տեսնել, Դավիթն ասում է դու ին վրա գալիս ես սրով, վահանով, նիզակով, չգիտեմ, զենքերով ես ին վրա գալիս, բայց ես քո վրա գալու եմ տիրոջ զորությամբ, տիրոջ անունով, ուրեմն տիրոջ անվամբ կամ տիրոջ պատերազմը սա է, որը դրվում է արդարացի պատերազմի տեսության հիմքում։ Քրիստոսը ասաց, որ մարդկության ողջ ընթացքում պատերազմները ուղեկից են լինելու։ Կարող էր Աստված իսպար չեզոքացնել այդ պատերազմը, բայց թողեց, ինչու պատճառը որն է։ Ես միշտ շատ մեծ դժվարություն ունեմ Աստծո անունից խոսելու հետ կապված, որ արդյոք Աստված կարող է անել կամ Աստվածաշունչն ինչ է ասում, այդտեղ կխոսենք։ Տեսեք, ես ձեզ հիշեցնեմ Հովհաննես Ավետարանչի, Հովհաննես Առաքյալի խոսքերից մեկի, երբ որ ասում է, որ այս աշխարհի իշխանը չարն է, եւ ներկայացնում է մեղավոր մի իրավիճակ, որտեղ որ մարդկությունը չարի իշխանության տակ է առավելաբար։ Այսինքն այս աշխարհի կանոններին, եթե այս աշխարհի հոսքին թողնենք, մեզ լավ բան չի սպասվելու, հետեւաբար այդ աշխարհում եղած չարի դեմ պայքարելու խնդիր կա, հա։ Արդարացի պատերազմի հիմքում ընկած արդարացումներից մեկը հետևյալն է՝ չարիքի դեմ պատերազմ, հոգևոր եւ ամեն առումով, հա։ Գալով Տեր Հիսուս Քրիստոսի ասած խոսքին, որ պատերազմներ լինելու են, այս խոսքը Քրիստոս ասելով չի նշում, որ լավ է, որ դա լինելու է, պարզապես ներկայացնում է իրավիճակ, որի ականատեսն ենք մենք ամենքս, այսինքն Քրիստոս չի ասում, որ թող այդպես լինի կամ այդպես լավ է որ լինի, պարզապես ներկայացնում է, որ այդպես լինելու է։ Հիմա մեր խնդիրը հետևյալն է, այդ աշխարհի մեջ մաքրությունը եւ սրբությունը որքան կարելի ավելի շատացնել, եկեղեցու հաստատումը աշխարհի մեջ նպատակ ունի մեղքից հեռացումը մարդկանց, որպեսզի այդ պատերազմներն էլ չլինեն։ Ինչու Աստված չի վերացնում պատերազմները, պատասխանը մեկն է աստվածաբանական տեսանկյունից, որովհետեւ Աստված չի բռնանում մարդու ազատ կամքի վրա, որովհետեւ մարդը այստեղ ճակերտներով կարող եմ ասել, ցավոք ազատ կամք ունեցող էակ է, արարած է, որը ինքն է որոշում լավ կամ վատ քայլեր կատարի թե ոչ։ Հակառակ դեպքում մենք կդադարենք մարդ լինելուց, որովհետև ստեղծվել ենք որպես ազատ որոշում, ազատ ընտրություն անելու իրավունք ունեցող էակներ։ Կա ապրելու ժամանակը, կա ատելու ժամանակը, կա սիրելու ժամանակը եւ ըստ ժողովրդի էլ կա պատերազմելու եւ խաղաղ ապրելու, խաղաղվելու, խաղաղության ժամանակաշրջանը։ Հիմա մենք որ կարծես թե հետպատերազմյան փուլում ենք գտնվում, ըստ ձեր գնահատմամբ, մենք խաղաղ ենք, թե դեռ պատերազմը շարունակվում է։ Ես մինչև այդ հարցին պատասխանելը այլ հարց ունեմ, որի պատասխանը ես էլ չունեմ, բայց ինձ ավելի շատ այդ հարցն է հետաքրքրում։ Արդյոք մենք հասկացել ենք, թե ինչ է պարտությունը, արդյոք մենք կարողացել ենք վերապրել կամ ապրել ամբողջությամբ մինչև վերջ հասկանալ ինչ է պարտությունը, հա, որովհետև ես շատ լավ հիշում եմ նաև
հայտարարություն, որը արվում էր մեր երկրի թիվ 1 ամբիոնից, որ ինչ էլ լինի բոլոր պարագաներում մենք մեզ պարտված չենք համարելու։ Ուրեմն իրականությունը հակառակն է։ Եթե դու ուզում ես հաղթանակներ կերտել, դու պետք է կարողանաս նաև քո պարտությունը ընդունել, հասկանալ պարտության պատճառները, ապրել այդ պարտության մաղձը, ցավն ու դառնությունը, առանց կեղծիքի, առանց ինքնախաբեության, առանց ինքնարդարացման, ես սա բոլոր մակարդակների վրա եմ ասում, քաղաքական առաջին ամբիոնից մինչև վերջին հոգևորականը, բոլոր կողմերով մենք պիտի կարողանանք հասկանալ դրանց պատճառները, որ հետագա հաղթանակները մեզանից շատ հեռու չլինեն։ Ինձ սա է առավելաբար հետաքրքրում։ Ինչ խորհուրդ ունեք հայ ժողովրդին։ Խորհուրդ տալը իրականում ամենաանշնորհակալ գործն է, ես կարող եմ մաղթանք հղել պարզապես։ Իմ սրտի ցանկությունն այն կլինի, որ պատերազմի պահին կլինի, թե խաղաղության ժամանակ կլինի, հասարակության կամ մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, կլինի հոգևորական, զինվորական, արվեստագետ, թե քաղաքական գործիչ, զբաղվի իր անելիքով եւ իր սահմանի վրա իրեն հանձնված դիրքի մեջ աննկուն լինի եւ հիշենք Հովհաննես Մկրտչի պատասխանը զինվորներին, որոնք գնացել էին մկրտվելու, հարցնում էին մենք ինչ անենք, չէ՞։ Ինչ էր ասում Հովհաննեսը, ասում է մարդկանց չնեղեք, հա, նեղություն չպատճառեք ոչ ոքի եւ ձեր ռոջիկով կբավարարվեք։ Այսինքն զինվորներին ասում է, որ որովե վատ բան չանեք, որովե մեկին չնեղացնեք, ինչ որ ձեզ տրված է։ Զինվորների վարձքը որը պետք է լինի։ Այնտեղ կոնկրետ իրենց վարձքի մասին էր խոսում, որովհետև եւ Հովհաննեսի ժամանակ եւ մինչեւ այսօր մենք գիտենք, որ պատերազմի ընթացքում զինվորների, հատկապես հաղթանակող կողմի զինվորների եւ հրամանատարների մեծ գայթակղություններից մեկը նաեւ դիմացինի ավարը, դիմացինի ունեցվածքը ավարի վերածելն է, դիմացինի հարստությունը, ժառանգությունը թալանելն ու գողանալն է։ Հովհաննես Մկրտիչն ասում է դուք այդպես մի արեք, ձեզ տրված ռոջիկով սահմանափակվեք, այսքանը Ղուկասի ավետարանում է այս մասին մեզ պատմվում։ Ես ընդհանրապես խորհուրդ կտայի անել այն, ինչ որ մենք պիտի անենք, ամեն մեկին իրեն տրված անելիքի մեջ հաստատուն լինելու մաղթանք ունեմ։ Պատերազմի լուր լսելուց, թե խաղաղության, թե հաղթանակի ժամանակ։ Երբևէ եղել է նման էտապ, երբ դուք համարել եք, որ այդ փուլը կյանքի ձեր այդ ամենադժվար փուլն է, որը ձեր գնահատմամբ եղել է խաչի ճանապարհ, անցել եք այն եւ գտնում եք, որ պատվով եք անցել այդ խաչի ճանապարհը։ Եթե անկեղծ պատասխանելու լինեմ, ես հոգևոր կյանքի իմ առաջին քայլերից մինչև այսօր իրականում չգիտեմ մի դրվագ, որ կարող եմ բնորոշել խաչի ճանապարհ վերտարությամբ, որտեղ երբ որ ասում ենք խաչի ճանապարհ, ինքը գիտեք տվյալ մարդու համար իր կյանքում ամենածանր, ամենափորձություններով լի, դժվար, չէ, ես իմ Աստծուն փառք եմ տալիս, շատ խաղաղ է իմ հոգևոր կյանքը ընթացել, բայց դժվարություն ունեցել եմ եւ կարող եմ սրա մասին խոսել, դժվարություն ունեցել եմ փորձությունների մեջ ընկնելու մի կարևոր թեմայի հետ կապված, որ ինձ դժվար տրվեց հասկանալ մի բարձ ճշմարտություն, որ հոգևորական լինելը նպատակը չէ։ Նպատակը հոգևորական լինելու ոչ թե պարզապես քահանայությունն է, փառքն ու պատիվը, հարգանքը, մեծարանքը, ոչ։ Եվ ոչ էլ պարզ քահանայությունն է, այլ նպատակը սեփական օրինակով մարդկանց դեպի Աստված առաջնորդելն է։ Դա խաչի ճանապարհ է, որովհետև այդտեղ ես հարց ունեմ, ես որքանով եմ համապատասխանում այդ առաքելությանը ու դա անդադար եւ այդ հարցը ինձ անդադար հանդիպում է։ Դժվարությամբ եք անցնում։ Չեմ կարող ասել, որ դժվարությամբ, բայց ինձ միշտ հիշեցնում է իր մասին, որ արդյոք դու այն մեկն ես, որը պիտի առաջնորդի իրեն հանձնված թեկուզ փոքրիկ քանակությամբ ժողովրդին դեպի Աստված։ Այսօր կան հոգևորականներ, որոնք կարծես թե շեղվել են եկեղեցի տանող դեպի Աստծուն տանող ճանապարհից եւ կարող ենք ասել, որ փախչել են իրենց խաչից։ Դուք ինչ խորհուրդ ունեք նրանց տալու։ Այդ դեպքում տվյալ հոգևորականը դարձի խնդիր ունի, հա, դեպի Աստված դառնալու եւ դեպի եկեղեցին դառնալու հարց ունի, բայց ես անկեղծորեն շատ ավելի իմ մասին կմտածեի, քան թե այն հոգևորականների, ովքեր այդպիսի վիճակում են։ Եթե դուք հենց հիմա ինձ հարցնեք, արդյոք ճանաչում եմ այդպիսի հոգևորական, ես ձեզ կասեմ, որ չեմ ճանաչում։ Գիտեմ հոգևորականների, որոնք ինչ որ
սխալներ վարքային կարգուկանոնի հետ կապված արել են, բայց որ ասեմ եկեղեցուց հեռացած այն բնութագրումները, որ դուք տվեցիք, ես որևէ հոգևորականի այդպես չեմ կարող բնութագրել։ Որ պահին եթե բնութագրեմ, ուրեմն ես պիտի իր հոգևորական լինելը արդեն դադարած համարեմ։ Կա փրկություն այն պարագայում, երբ հոգևորականն է շեղվում խաչի ճանապարհից։ Անշուշտ, ես չեմ շեղվում, ես սխալներ չեմ արել իմ կյանքի ընթացքում, եթե հույս չունենամ փրկության, անիմաստ է իմ ծառայությունը եւ գոյությունը ընդհանրապես։ Այստեղ խնդիրը հետեւյալն է. արդյոք սխալը անելուց հետո ես որպես հոգևորական գիտակցում եմ, որ ես սխալվել եմ ու հետ գալու քայլ անում եմ, թե ոչ։ Կյանքի կարևորագույն փուլում դուք նախընտրում եք խաչը, թե իշխանությունը։ Տարօրինակ է իշխանությունը, խաչը բնականաբար, բայց նաև այդ սկզբի ասացին հավելելով ասեմ, որ այդ խաչը իր մեջ մեծ իշխանություն ունի, շատ մեծ հոգևոր զորություն եւ իշխանություն ունի, որը ոչ թե իշխելու, ծառայեցնելու, այլ առաջնորդելու պատասխանատու առաքելությունն ունի իր մեջ։ Խաչը բնականաբար խաչը։ Տիրոջ խաչը օգնական ու պահապան լինի ազգի սերից։